Խնդրեմ Սեր Աստվածաշունչը բանակին թակավորած 18-րդ գլուխ 25-րդ համար։ Այսօրվա նյութիս խորակիրը հետևյալն է, կամ պատկամը ասեմ դերոջ հետևյալն է. դես ներսում, մինչև դեսնես դրսում, դես ներսում, մինչև դեսնես դրսում, պետք է նախ մեջ դեսնես խոստումը իրականացած, նախքան դեսնես արդակնաբես խոստումը իրականացած։ Եթե գարտամ 25-րդ համարեն գսե եւ Եղիան ասաց Փաղաղի մարգարեների, գիշեք Եղիան մարգարեներում գանչեց, թագավորին ասավ քնա գանչեցավ եւ բոլորը եկան։ Սո հիմա ինքը գսե մարգարեներուն, ընդրեք ցեզ համար մի զվարակ եւ առաջ թուք պատրաստեք, որովհետեւ շատ եք եւ գանչեք ցեր Աստծո անունը, բայց գրակ մի վարեք։ Նրանք վերցրեցին իրենց դրված զվարակը, պատրաստեցին եւ գանչեցին Փաղաղի անունը արավոտից մինչև գեսոր։ Ասելով «Ո Փաղաղ, պատասխան դուր մեզ», բայց ոչ ցայնգար, ոչ պատասխանող։ Եվ ցածգոդում էին իրենց շինած զոհասեղանի մոտ եւ գեսոր էր դարձել։ Եղիան ծաղրեց նրանց ասելով. «Բարձր ցայնով գանչեք, քանզի նա Աստված է, գուցե խոր մտածության մեջ է եւ կամ սպաղված է եւ կամ ջանաբարորթում է։ Գուցե նա քնած է եւ պիտի զարթնի»։ Եվ նրանք բարձր ցայնով սկսեցին գանչել։ Եղիա եկավ եւ իրենց սկսավ ինչ անել ծաղրել։ Գուզեմ տեսնես Եղիային ինքնավստահությունը այստեղ, ինքն իր Աստուծո վրա, որ ուրիշին գծաղրե եւ գսե ավելի բարձր ցայնով գանչե։ Եվ անոնք ամդի գրին։ Կոմիկա ադի է։ Անոնք ամդի գրին։ Եվ սկսան անել ադիգա։ Ավելի բարձր սկսան գանչել, բայց պատասխանող չկար։ Հիմա լավ լսեցեք ինձի, ես ցեզի ոստե զորավոր քախնիկ մը բիդամ։ Շատերուս համար խնդիր չէ հավատալ, որ Աստված կարող է։ Չեմ։ Բոլորս գավանան Աստված կարող է։ Նույն սատանան գավադա Աստված կարող է։ Շատերս համար ադիգա բարձ է։ Խնդիրը ո՞ն չէ, որ մենք արդյոք գավադանք, որ Աստված գրնա, թե ոչ։ Խնդիրը ո՞ն է, որ մենք արդյոք գուզենք կամ գարձենք Աստված գուզե մեր կյանքի մեջ ադոն գնել։ Խնդիրը ո՞ն է։ Գնա հավատամ, որ շողիկին կյանքի մեջ Աստված գուզե ենել։ Բայց իմ կյանքիս մեջ արդյոք ես բավարար չափով արժանի եմ ադիգա իմ կյանքիս մեջ ելալու։ Գնա բարերով չսես ասի, բայց բոլորիս մեջ են գանցնի այս մեկը։ Նենե գահավադամ, որ Թավիթին կյանքի մեջ չնե ասիգա, պես Միհրանին։ Գահավադամ Թավիթ քու կյանքիդ մեջ կլա, թունը իմ վրա սաղոտ է։ Ասված քեզին մդիկ կնե։ Թուն իրկով ասպես ուաստա ունի իսկովը։ Հա? Աստվածաշունչը գսե ուաստա չգա Աստուծոքով։ Աչարություն չգա, գոմնակցություն չգա։ Գադուն ամաս կազմե որ մեր բանին։ Աստված գոմնակցություն չունի, Աստված Թավիթի մդիկչներ եւ քեզ մդիկչներ չէ։ Կամ Թավիթի մդիկն է, քեզ մդիկչներ չէ։ Սո մենք խնդիր չունենք, որ հավատանք Աստված կարող է։ Մենք խնդիր ունենք հավատալու, որ Աստված գուզե մեր կյանքի մեջ եւ մեզ մովն է։ Որովհետեւ բոլորս ալ այստեղ անսագար մեր միտքի մեջ են գանցնի այս մեկը, որ ես արդյոք արժանի եմ։ Ասի մենք անցյալ շաբաթը գսենք, Աստված չի փնտրել գադարյալ հավատացյալներ։ Աստված կփնտրե հավատացյալներ։ Մենք բոլորս ագարցենք պետք է ամեն մեր կյանքը շտկված լա գարձես, ասես քծակաշի պես, որովհետեւ Աստված մեր կյանքով շարժի։ Բայց եթե նայես Եղիային սիրեներ, անցյալ շաբաթ ալաս մեկ մեջ բերեի, Եղիան սուտ խոսեցավ այստեղ, եթե լավ աստեղ չեմ, քիչ առաջ։ Եվ որսավ ես միակ մարգարեն եմ երկրի մեջ, որ ինքը գիտեր ինքը միակը չէր։ Իր մեզ այդ 100 հոգի գար 50 թաքցված էին եւ իրեն ուղագի սվեցավ այդ մեկը։ Աստվածավախ ծարային ինչ ինքը սուտ խոսեց, շիդակ չսավ։ Բայց գտեսնես ինչ համարցակ կմոտենա, Աստուծո խոսքը գհրճագե եւ Աստվածալ գրնակ կգնա իրան։ Աստուծո խոսքը կբարձրացնե։ Երկինքեն գրակ իջնե կամ ոչ։ Իջավ։
Բայց եթե ուղագի մարդկային աչքով պիտի նայես եւ կամ ուղագի օրենքով պիտի նայես, ինքը այստեղ սխալ կործեց իրականության մեջ։ Լման շիդակ չխոսեց։ Լավ, ինչպես կլա Եղիային կործածեց եւ քեզ մի չի կործածի Աստված։ Եվ որ թուն թիդմամ չէ որ գնես, եւ կամ եթե ալերիր թիդմամ ձունգի ու կասկոր արդեն գավ աշխարհես։ Ինչու համար մենք մեզի գտադաբարդենք եւ մենք մեզի դեղ մը գտնենք որ Աստված քեզի չի տներգոր։ Եվ որ Աստված քեզի ասում է ես քեզ շատ եմ սիրում։ Եվ եթե իմ որդիս ես չի խնայեցի, քեզի մյուս բոլոր բաները արդյոք պիտի չդամ, որդի են գախված է, քեզ մե գախված չէ։ Իսկ որ ես որդիս չի խնայեցի, քեզի պիտի չդամ մյուս բոլոր բաները, գապված չէ քեզ մե, գապված չէ ինձ մե։ Գապված է իր ռազեն։ Եվ այդպես է գտեսնես այստեղ գմոդենա Եղիա համարցա գհրճագե թեև իր սխալ գար իր կյանքի մեջը եւ այդ սխալին բաժարը հետո ուրիշ սխալներու մեջ ագինա եւ զարայությունը գես կմնա բայց եւ այնպես Աստված իրեն հոստե գրնակ կեցա որով ինքը Աստծո խոսքը գխոսեր Աստծո խոսքը գհրճագեր մենք մեզի շատ անգամ դուրս կհանենք հրաշքները ոչ թե որովհետեւ մենք կգասկածենք Աստծո կարողությանը վրա հաբա կգասկածենք որ Աստված գուզե մեր կյանքի մեջ ունենա դիտե ոչ հստակ է ասի Չեք նարևագայել որքան մարդիկ ես ամեջ է լալով շատ անգամ կգախվին գաստեղ Աստված գուզե որ ավետարանը պիտի գարտաս որովհետեւ քեզի իդ շրփակրե ասկեդը որ տեսնես որ քեզ մե գախված չի ասիգա Եթե քեզ մե գախված պիտի լար Հիսուս բեք չուներ կալու կսերտուն գրնասնել կարող ես նել առանց ինձի միան հավատա այդպես կսեր գվերջացնել պատմությունը նո ինքս ավ հավատա ինձի խաչին վրա ելողին Եվ այդպես է որ քու կյանքիդ մեջ կդեսնես Պետրոս Արաքյալ գասկած չուներ որ Հիսուս ճունի վրային գրնակալել Դեսավ Հիսուսը աչքին վրային գկալե երբ ինքը ընկղմավ չգասկածեցավ արդյոք Հիսուսալ ընկղմավ Հիսուս ոտքի մնաց հաստատ է Հիսուս բայց ինքը երգմտություն մտավ իր մեջ եւ որ դեր Հիսուս իրենսավ ով թերահավատ ինչու երգմտեցիր չէ նայեցավ այդ հով փոթորիկին երգմտելու սկսավ գասկածելու սկսավ ոչ թե Հիսուսին վրա Հաբա Հիսուսին ըսածին կամ ուզածին իր կյանքին մեջը ինքը սկսավ ընկղմել որով Հիսուս ճուրին վրա է բայց Հիսուսի խոսքին վրա սկսավ գասկածել արդյոք հիմա ես դեր պիտի գարենամ ճուրին վրա մնալ քանի հով փոթորիկին նայեցավ գասկածելու սկսավ Հիսուսը այնսավ ինչու գասկածեցար հավատքով մնայր դեր հավատ կոչես իրեն չէ հավատքով մնայր էսավ Շատերս կգարձեն մենք բեկի գադարյալ լանք նախքան Աստված մեզի կործած է։ Սո ասիկա վերջնականներ ունգզում վերցնել։ Նայեցեք մենք բոլորս գադարելության ջամփուն վրա ենք։ Դեպի Հիսուս կերտանք, դեպի յետև չենք նայր, դեպի արչև գնայինք։ Մեկս դեր գադարյալ չենք օրմնա պիտի չլաս։ Բայց գադարելության ջանաբարի վրա ես դու։ Սո մի սպասեր գադարյալ լաս որ Աստված քեզի կործած է։ Սկսիր Աստծո թաշտի մեջ, Աստծո ասել կործած է ինձի, մդիր թաշտի մեջը Եվ նայ Աստված ինչպես կսկսի կործածել եւ դու շատ անգամ գզարմանաս Աստված քեզի կործածելով դու գա աշխարհես սկսես վայ ես ինչ սխալներ ունիմ ցանկից մեջ դեր ինձի կործածե որ քոնե ես քիչ մի ձունգի կամ աստեղ ներողությունս եմ Աստծո հետս եղած է ասած եմ վայ դեր ատկան սխալիս մեջ եւ դերը եկած է ինձի կործածած է կամ շնորհքը կամ ողորմությունը տապած է եւ ես հաջախի երթալեն իդ ավելի եւ ավելի գաստատվի սրտիս մեջ որ ինձ մեկ ախված չէ այո ադիսել չէ որ ես պիտի մնամ սխալ Ես չեմ ուզեր արդեն սխալ, ես ուզեմ փոխվել Հիսուսին նմանիլ, ինչպես ովևէ զավակ պիտի ուզեր ծնողքին նմանիլ, բայց ծնողքը չսպասեր, որ իր զավակը գադարյալը լա նախքան իրեն կործած է, կամ նախքան իրեն մտցնե իր սրդին մեջ, արդեն սրդին մեջն է զավակը։ Իմ աղջիկս բեք չունի բաներ մնելու, որ իմ սիրտը շահի։ Արդեն սիրտը շահած է աղջիկս։ Եվ նույնիսկ եթե ինա, ես քովն եմ։ Ետ ոտքի գանեմ իրեն։ Հիմա կփորձենք իրեն նստեցնել։ Նստի ետ գինա անգոյնին վրա, ետ կտնենք, ետ գինա, ետ կտնենք, ետ գինա։ Բայց ետ կտնենք իրեն, չենք սեր ասին չէ։ Կնա սորվիր նստիլ հետո։ Մեզի հետ նստիր։ Բայց մենք այդպես կնենք մենք մեզի։ Կգարձենք Աստված մեզի այդպես կնայի։ Աստված այդպես քեզի չնայր։ Կովին տարսիրս է Աստված քեզի այդպես չնայր։ Բաժարը որ ասի գլաս եներ, որովհետև մենք բավարար չափով չենք հասցած Աստծո շնորհքը։
Չենք հասկացած Աստուծո ողորմությունը, մեր արդարությունը, Քրիստոսով եկած արդարությունը։ Discipleship-ի դասարանին կխոսեինք արդարության մասին, ասկե 1-2 շաբաթ առաջ, եւ հստակ կխոսեինք արդարությունը ինչ է, որ մեզ մեջ է, տուն արդարն ես եւ արդարն ես ասելով հիմա համարձակությամբ կնաս մտնել շնորհքի աթորին։ Եբրայեցիս նամակի մեջ կսե 4:16 ուրեմն նրա շնորհի աթորին կնա, ոչ թե կնա իր Թադաստանի աթորին, շնորհքի աթորին կնա։ Ինչպես մի դերտա շնորհքի աթորին, եթե շնորհքը չես հասկացած։ Եվ տուն քեզի առանց նկատելու Թադաստանի աթորին թրած ես։ Հոն թադավոր չի գա, բայց տուն քեզի կթադես կոր այնտեղ Աստուծո անունով։ Եվ գսես, որ Աստված գարելի չէ իմ կյանքիս մեջ ասան գնե, որովհետև ես բավարարը չեմ թեր։ Եվ այլն, ասին չունիմ, անին չունիմ։ Բայց տուն պետք չէ երտաս Թադաստանի աթորին, տուն պետք է երտաս շնորհի աթորին։ Գսե ուրեմն նրա շնորհի աթորին համարձակությամբ մոտենանք։ Ոչ թե վախով, որբեսի ողորմությունը ստանանք եւ շնորհ գտնենք մեր զորության բադեժամը, մեր օգնության բադեժամին։ Որբեսի ես ստանամ եւ գտնեմ, ողորմություն ստանամ, շնորհ գտնեմ, ես պետք է շնորհի աթորին երթամ։ Համարձակությամբ։ Եվ ուր ինձ պիտի օգնի այս շնորհը, իմ դգարությանս մեջ ինձ պիտի օգնի։ Ես գնամ թերություններուն իմ դգարություններն իմ ուր ինձ պիտի օգնի այս շնորհը։ Ճիշտ այն դերերում մեջ Բողոս Արաքյալին ասավ իմ շնորհս քեզի բավական է, հերիք է։ Ուրիշ բանի պետք չունի ստուն շնորհքը։ Հետո դարձավ ասավ դգարության մեջ գերեվի իմ զորությունը։ Մարդուն դգարության մեջ գերեվի իմ զորությունը։ Եթե հանգարց ես կարող լայի կամ զորավոր լինեի այդ գերի մեջ, Աստծո զորությունը ինչու պիտի երևի։ Քու դգարության մեջն է որ պիտի երևի Աստծո զորությունը։ Հոն պիտի հայտնվի եւ փաստվի որ Աստված է իրականության մեջ դերն ու փրկիչը։ Անհամար թուն բեկչունից թուն քեզի թադաբարդելու եւ նստիս ան աթորին որ Հիսուս չէ նստած։ Դաբանագին վրա իր ողորմության բանը գտրվի, աթորը գտրվի։ Թադաստանի աթորը չի տրվիր։ Եթե լավ նայեք Մովսեսին դաբանագը որ շինեց եւ Աստված իրեն ինչ ասավ գսե ողորմության վրայի գապարիչ այդ ողորմության բաժինն է, ոչ թե Թադաստանը որ դաբանագի մեջը գար, որ վրա 10 բադվիրանները կրված էր եւ այդ 10 բադվիրանները եթե չի բայր թուն պետք է թադվեր 5 դագարան։ Նոր գդագարանի մեջ թուն չես թադվիր ըստ կուրած կորզի թուն գտադվիս ըստ կու հավատքիդ Հիսուսի անտեմ։ Արդարություն ցիներ հիմնական է։ Ամենը գախված է թե որքան թուն ջանցած ես Աստծո շնորհքը։ Որովհետեւ աշխատի քու կյանքիդ մեջ։ Շարունակենք։ Տեսնենք այստեղ ինչպես Եղիան համարձակությամբ մոտեցավ եւ իրենց նույնիսկ զաղրեց։ Ինքնավստահ էր։ Գիտե ինքը գադարյալ չէ, Աստվածաշունչն է գսե ինքը գրքոտ մարդ էր, մեզի վես գրքոտ մարդ էր գսե, ասեն փնական մարդ էր, դարբեր մեկը չէր, երկինքեն իջած մեկը չէր, ինքնալ գիտերադի, բայց համարձակ Աստծո խոսքը գրչագի այստեղ, որով Աստված խոսեցավ, եւ ինքը խոսքը գիտե հավատարիմ է խոսքին, իր խոսքը պիտի բավի եւ ինքը համարձակ է իր Աստծո անտեպ իր ինքնավստահությունն է։ Հիմա ավելի ալբիդի տեսնենք, ադոր բաժարնալ ավելի մեզ պիտի բացվի։ Բայց ասոնք, որոնք փաղին կբաշտեին արավոտվանից մինչև գեսոր գաղագեն եւ պատասխան չգար։ Շատ անգամ հավատացյալներուն վիճակն էլ այսպես է։ Գազես արավոտվանից մինչև իրիգուն աղաղում են, բայց գազես պատասխանող չգա։ Ես քուշ պիտի լանք թե արդյոք Աստծո գմոդենամ շնորհի աթորին կամ մոնամ Թադաստանի աթորին։ Քեզի ավելի բացատրեմ։ Ասոնք ինչ կնեին եւ որ զոհասեղանի մոդն էին, գսե գծակկրդեին 28-րդ համարը գարտանք, գսե նրանք բարձր ցայնով գանչում էին եւ ըստ իրենց օրենքի սրերով եւ քեղարտներով ձգձգում էին իրենց մարմինները մինչեւ որ արյուն էր թափվում իրենց վրայից։ Հոս կտեսնես աշխարհի բոլոր գրոնները ինչ են այս համարի մեջ։ Ըստ իրենց օրենքի, իրենց գրոնի ինչ կսե, բեկե տուն քեզ ինչ ընես, բادرդես, ձգձգես, արյուն նույնիսկ թափվի, որովհետեւ փահ քեզի պատասխան դա։ Գեսորն էլ անցավ, նրանք թեր մարգարեանում էին մինչև հացի ընձայի մատուցման ժամանակը, բայց ոչ ցայն գար, ոչ պատասխան տվող, ոչ էլ լսող։ Եվ հոս գեղեցիկ քախնիկ մը գտեսնենք, եւ մենք վստահենք մեր կորձերուն վրա,
որովհետեւ Աստված շարժի, մենք փաղաղը շինեցինք։ Նստեցավ։ Երբ մենք մեր կորձերուն վստահենք, ինչ որ հավատքով իրականում պետք է մենք դրսևորվի մեր կյանքի մեջը, բայց մենք մեր կորձերով կփորձենք վաստակի լադի, մենք փաղաղը շինեցինք, ադի Հիսուս չէ։ Ադի փաղաղն ունեցելով պատասխան չկա։ Ադի գուրկ մի եղավ, որով թուն չես հավատար Հիսուսի թուն գավադաս քու կարողության, քուն գավադաս քու գադարած կորձերուտ, քու սրբությանդ։ Պետք է Աստված պատասխանե, որովհետև ես ասրի, ես ինչապ զոհություն կնեմ Աստծո համար, ինչապ գծարայեմ ես Աստծո, ինչապ ես Աստվածաշունչ կգարտամ, ինչապ ես ձոմ կբահեմ, ինչապ ես այս կնեմ, այս բոլորը աղբ են, եթե ասոն կնես ստանալու համար։ Իքը լավ են, եթե քու սրդիդ մղումը շիդակ է, եթե շիդակ նվադակներու համար կնես ադի, բայց ոչ թե որբեսի երգինքեն քեզի դրվածը ստանաս տուն, եւ որ քեզի ծրի դրված է ադիգա, դու բեք չունիս դրամ վճարելու ադիգա ունենալու, դու բեք չունիս ջիկ թափելու, չանք թափելու, գրի վնելու, որբեսի ադոն կստանաս, դու պետք ունիս միան հավատալու, անինչ որ քեզի ծրի դրվեցավ։ Երդասարտներուն գխոսեի այս չորեք շաբթի օրը եւ գսեի իմ աղջիկս ամեն իմ ունեցածներուց ժառանգորդ է հիմա, որովհետև իմ ընտանիքիս մեջ ծնվեց։ Չեմը։ Հիմա հաշվենք ես ջամփուն վրա իջա եւ որբ մտեսա եւ ասի նայ ես քեզի պիտի որտեքրեմ։ Եվ որտեքրեցի ես անոր իմ մագանունս նվի իրեն։ Հիմա այդ զավակը, որ որտեքրեցի, ժառանգորդ է իմ ունեցածից։ Այո, իմ մագանունս ունի։ Ինչպես Միլան իմ աղջիկս, նույնպես իմ ազ որտեքրված զավակը, ինքն ալ ունի նույն իրավունքներ ունի, բագաս իրավունք չունի։ Որտեքրեցի, քնեցի իրեն։ Հիսուս իր արյունով մեզի քնեց։ Ես քնեցի իմ այրեն, եւ ինձ եղավ, ժառանգորդ եղավ։ Աստվածաշունչը գսե, որովհետև արդարացար դու հիմա ժառանգորդ ես Աստծո, ասին բարերս չէ, Աստծո ժառանգորդ ես եւ ժառանգագից Քրիստոսի։ Եվ ինչ որ ինքը իր բանկայի հաշվի մեջ ունի հիմա, ինձ եւ քեզի կպատկանի։ Լավ, ինչ պիտի լա արդյոք հիմա որտեքրած զավակս։ Իրեն դում բնցուցի, իրեն սինայ, լավ մլոկցուցին իրեն։ Սի աս հակուստը այլևս գակվիս, իրեն նոր հակուստներ դվի, սի այլևս աս հակուստը գակվիս։ Ինչ բանի պետք ունիս ինձի իսե, ես քեզի գաբահովեմ, դրամ, ուսում, կորձ, ինչ կուզես, ամեն գաբահովեմ ես քեզի։ Իմ կորձից, իմ բիզնեսից ժառանգորդ ես տուն։ Հիմա իմ կորձից մեջ պիտի մտնես քեզի, ես պիտի սորվեցնեմ։ Հաշվի աս բոլոր բաները ըսի իմ աս որտեքրած զավակից։ Երկրորդ օրը արտնցա, դունը կփնրեմ մեջտեղ չի գա։ Ջամփաները իջերը եւ դրամ գմուրա։ Ինչ կսկաս։ Դարօրինակ է, չէ։ Ետ քովը գերտաս, ես ինչ կնես կոր Եգոր։ Ինչու դրամ գմուրաս, վարժվեր է ինքը դրամ մուրալ։ Եվ այսպես խեղճ հավատացյալներ կան, որ մինչև այսօր ասում են ինչ կնեն գմուրան թեր։ Դեր հետ պիտի դաս ինձ ասի։ Եվ որ Աստվածաշունչը գսե որ ինչ որ գաբես պիտի գաբվի։ Ինչ որ արցակես պիտի արցակվի, բայց ես դերոջը գերտամ որ ասեմ որ դեր եւ պիտի դասուն ինձ ասի։ Մինչև երբ ես պիտի չարչարվիմ։ Եվ դա ավելի հերույ է լեթի երթա, մենք անգլեսնես կսկսի ասել, ասի իմ փուշս է ուրեմն։ Գնստի ավոին հետ խոսած ադենը գսե, ավոն իրեն գսե նայ թում բեկե բժշկվից գսե նո ասի իմ փուշս է դերը ասավ։ Աստվածաշունչի մեջ համարը գառնե, այդ մեկ համարը որ Բողոս Արաքյալը ասած է, Աստված իրեն ասել է որ աս փուշը իմ հերիք է իմ շնորհքս։ Ուրեմն փուշը պետք է մնա քո կյանքիդ մեջը։ Եվ այդ փուշը թարգմանվեցավ շատ բաներու եւ ի վերջո եղավ հիմա ասիկա իր փուշը անդեսելով խաչին վրայով խաչվեցավ եւ որուն արյունով թուն սկզբունքով բժշկված ես այսօր, որու վերքերով թուն բժշկված ես։ Բոլորը անդեսվեցավ, Հիսուսին գադարած գործը ամեն անդեսվեցավ, որովհետեւ ինքը որոշեց, որ ասի Աստուծո իրեն դրված փուշ մնա հիմա։ Ինքը ավետարան գրեց իրականության մեջ։ Չէ ջանցած իր արդարությունը, թեր ջամփան գերտայը գումուրա։
Հետո ալ ընդունեց իր կյանքին վիճակը, որ ինքը ասե, ինքը մուրացկան է, ինքը չի փոխվի։ Ասի իմ փուշս է իմ կյանքից։ Ես հաջողություն չի գտնեմ, ես արջև պիտի չերթամ, բայց ով է սավադի։ Եթե ֆիզիկական հայրը պիտի խենթանա եւ տեսնի իր որտեքրած զավալը եւ ջամփայ չէ, հաբա որքան ավելի հայր Աստված երկինքեն պիտի գարձես բանելա, չսեմ խենթանա, որով Աստված չի խենթանար, բայց եւ այնպես պիտի ասանք ջոկագա, Աստված դեսավ զարմացավ, չէ։ So Չագերդյալը ասեմ, պիտի զարմանա, որ տուն ադի գնես որ, թեև չի զարմանար այսինքն։ Ութուն իջած ես թեր տրամ գումուրասկոր, եւ որ Աստված քեզի երկինքի բանկը բացած է, հաշիվ բացած է քեզի։ Ամեն։ Ոսկը դեսնես այստեղի մարգարեները, սուտ մարգարեներ են, եւ ցեզի ասեմ իրենց հարցնեիր, մեկ-մեկ ինտերվյու ունեիր իրենց, բոլորն պիտի ասեին իրենք ճշմարիտ Աստվածը կբաշխեն։ Մեկը գասկած չուներ, որ իր բաշխած Աստվածը ինք ճշմարիտն է, ամենն ալ համարձակությամբ ոտքի ելան եւ փաղը գանչեն։ 450 եւ 400 ալ ուրիշ մարգարեներ կային, որոնք ելան եւ փաղային անունը գանչեցին, իրենք իրենց փետդեցին, ասի աշխարհի ամեն գրոններն է, ադուամա Բողոս Արաքյալ Քահադացիս նամակի մեջը գսե, որ հիմա որ դուք փրկվեցաք, ինչու համար իդ գվերաթարնակ գաբանքի դակ կաբրիկ, օրենքին դակ կաբրիկ գսե։ Գսե ըստ իրենց օրենքի, իրենց օրենքը գբանչեր, որ իրենք իրենց ինչ ունեին, եւ այսպես օրենքներ շինած է աշխարհը, իր գրոնները շինած է, իր գուրքերը շինած է։ Այն մեկ գրոն փամը գսե։ Իսլամներուն կով երտաս կտեսնես ինչեր գներին իրենց։ Պետք է օրական 5 անգամ զունգի կա եւ աղոթե, որովհետեւ ինքը օքեյ լա։ Պետք է աղքատներուն դա, որովհետեւ երկինքի մեջ ինքը լավ երևի։ Բաներ են, որովհետեւ ինքը ընե, որովհետեւ իր արդարությունը վաստակի, բայց մեկը հաստատ չի գիտեր, որ ինքը արդարացած է Աստծո առջև թե ոչ։ Փաղին կբաշխեն։ Եվ քրիստոնյաները նույնպես կդարաբին։ Եվ որ Քրիստոսով իրենք նոր կյանք ստացան, հիմա իդ կդառնան 5 դագարանի կյանք կգաբրին, օրենքին դակ կտնեն իրենց, Թադաստանի դակ կտնեն իրենց, ադա փաղ եղավ, ադամա պատասխան դվող չլար, որով Աստված գագնգալ է, որ դու իրեն մոդենաս իր որդիով, գագնգալ է, որ դու համարձակությամբ մոդենաս շնորհքի աթորին եւ ստանաս շնորհք եւ ողորմություն գտնես, ստանաս ադամար եւ որ ես բաները աղոթեմ եւ կյանքիս մեջ ասենք չի դեսա Սենք հիվանդի վրա աղոթեցի եւ դեսա չի բժշկվեցավ։ Վարակյուրին յետև ես զունգի գուքամ եւ գսեմ դեր, քու խոսքդ գսե, որ եթե ցերկ տնեմ, պիտի բժշկվի։ Հավատացյալ եթե ցերկ տնե, պիտի բժշկվի։ Հավատացյալ եմ, այո։ Ցերկ տրի, այո։ Բժշկվեցավ, ոչ։ Ուրեմն փամ մգա, ինձ ես պետք է սորվիմ թեր։ Աչքերս բաց, որ տեսնեմ ինչ է անզորությունը, որ մեջս կաբրի։ Աչքերս բաց։ Բողոս Արաքյալ եկեղեցին համար գաղութեր որ իր աչքը բացվի։ Եթե եկեղեցին բեք չուներ իր աչքը բացվելու, բեք չուներ աղոթելու։ Բայց մինչև այսօր նույն բացմությունն է։ Եկեղեցին մենք բոլորս պետք ունենք մեր աչքերը բացվի, ավելին տեսնենք։ Ասի երդասարտներուն գսեի, Դեր Հիսուս գսե կացեք մերելները հարություն տվեք, եւ որ մենք դակավին խնդիր ունենք բժշկության հետ։ Եվ որ գսե կացեք հիվանդները բժշկեցեք, նույն համարի մեջ հետո դառնա գսե մերելներուն ալ հարություն տվեք։ Բայց եթե մենք խնդիր ունենք թե բժշկության հետ, թե Աստծո գանքն է իմ կյանքիս մեջ պիտի նեմ թե ոչ, Աստված գուզե թե ոչ, արժանի եմ թե ոչ, թե հոնգը խաղամ ես, ինչպես դեր մերելներու հարության կատեգորիի մեջ պիտի անցնեմ։ Անգարելի է, եթե դու Աստծո գանքը չես ճանաչել, չես գնար աստեն հոն ցածկել։ Գոկնեոր մեղումը։ Սկուշ եղիր որ փահաղը շինած չլաս։ Հիսուսին քով կնա Հիսուսին ուզածին բես։ Գայվոչե ինչքան մեծ զարայություններ հրածես, ինչքան թիրքեր վաստակած ես, Աստծո համար ինչ ապ կորձեր հրածես, ադոն կարևոր չեն, երբ գուկա Աստծո մեջ ստանալու, կամ երկինքի դրվածները քո կյանքիդ մեջ են երևալու, ադոր այդ գապ չունի, գապ ունի քո հավատքդ Հիսուսի գադարած կորձին հետը։ Միան։ Մնացածը վարձատրություն կստանաս Աստծո մեջ երկինքի մեջ, որ դու Աստծո համար կորձեր հրածես։ Նամոր մի կզբարզել Բայց քու փրկակորձությունը Քրիստոսով քեզի դրվեցավ միան հավատքով եւ հավատքով թուն գաբրիս փրկակորձությունը միան քեզի հավիտենականության ցանկը դալը չէ մեջը նաեւ գներարե բժշկությունը անեցքեն գոդրվիլը հարստությունը ամեն բաները որ անեցքով ամեն կողծվեցավ քեզ մե մեղքով կողծվեցավ քեզ մե փրկակորձ քեզի փրկեց ադի հավատքով գլա կորձերս հավատքի բդուղ են կորձերս ադբես երևին
եւ հետո վարձադրվի մադորամար երկինքի մեջ։ Դրանք ասոն գանչեցին, իրենց բادرդեցին, նույնիսկ գսե զոհասեղանին մոդ իրենք գծատկրդեին։ Հիմա ուրիշ թարգմանության վրա նաեւ գբարձվի որ զոհասյանին վրա իրենց անձերն աթրած էին։ Եվ այդպես կլա, եւ որ հավատացյալներ երկինքեն փամը պիտի ստանան, գգազեն իրենց զոհասյանին վրա տնեն շիդագե եւ Աստված երկինքեն պատասխան պիտի դա, միշտեր այդ զոհասյանին վրա միան Հիսուս պետք է դրվի։ Դու պետք է Հիսուսին մոտենաս։ Դու ոչ թե դու քո անցիդ։ Պետք է իրականում մեռնիս դու քո կորձերդ։ Պետք է ուրանաս անցդ։ Խաչդ գրես Հիսուսին հետևիս։ Պետք է ուրանաս անցդ։ Բոս արաքյալ լավ ուրացավ իր անձը, որ ասավ ես որ փարիսեցիներուն փարիսեցին էի ասավ եւ այսքան բաներուն էի ասել ամեն աղտ տապեցի որովհետեւ ճանչնամ Քրիստոս։ Ուրացավ իր անձը։ Եվ գսե ես ուրիշ բան չուզեցի ճանչնալ բացի Քրիստոս ծեր մեջ, խաչյալ Քրիստոսը։ Ադիգը կարոզեր ինքը։ Անորմով լեցված էր ինքը։ Ադո համար աշխարհը դակնու վրա արավեդո ինքը։ Ցայն դվող չգար, պատասխան դվող չգար 30-րդ համար։ Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին, եկեք ինձ մոտ։ Եվ ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ։ Եվ նա, լավ նայեցեք, նորոգեց դերոջ քանթված զոհասեղանը։ Զոհասեղանը այնտեղն է, որ դու գմոդենաս, հինդ կանցնի, հինդ կմորնաս գուրանաս անցդ գզովի վերջացավ։ Անգետ ու դու մոնաս այդ զոհասեղանին Եվ Եղիան վերցրեց 12 քար ըստ Հագոբի որդիների թվի, ինչպես դերն էր ասել, թե Իսրայել լինի քո անունը։ Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց դերոջ անունով եւ զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը 2 կրիվ սերմ գդաներ։ Հիմա մարդիկ կգարձեն, որ հոստենալ բանալ կորձեր գնե Եղիան, բայց իրականում իր ամեն մեկ ըրածը այստեղ նոր գդագարանի ինչ է, շուկն է։ Զոհասեան դրավ ով զոհվեցավ այդ զոհասեանին վրա ի վերջո ինձ եւ քեզի համար ինչն էր այդ զվարագը մարդիկ իրենց անձերը չէին տներ զոհասեանին վրա ինչը գտնեին իրենց զվարագները գտնեին զոհասեանին վրա որ խորհրդանիշ էր որու Հիսուսի դու քու անձը չես կնար տնել զոհասեանին վրա դու գնաս ուրանալ զվարագը տնելով զոհասեանին վրա Աստուծո ուզածը ադի է Աստված երկինքեն գրակ պիտի իջեցնի որ դու զվարագը տնես եւ որ դու Հիսուսին մոդենաս Հիսուսով կաս իր արջևը, ոչ թե թունքու անցով կաս, եւ թունքու անցը տնես զոհասեանի վրա։ Այստեղ պահի մարգարեները իրենց անցերը դրած էին եւ երկինքեն գրակ կսպասեին, փամը չէր կարվր։ Պատասխան դվող չի գար, բայց Եղիան լավ գիտեր ինչպես պետք է մոդենա Աստծո։ Աստծո չի մոդեցավ իր ուզած ծավալը, ինքն ինքը չդրավ զոհասեանին վրա, ինքն ինքը չբادرդեց։ Զվարագ արավ դրավ զոհասեանին վրա եւ մոդեցավ նոր ինքնության համացայն։ Գսե 12 քարեր վերցուց Հագոբի ասի հետո պետք է մեկը դստուկվի վերջին ցանկը Գաբրիգոր վիդինա ասիգա So Հագոբի որդիներեն 12 քարեր գվերցնեն որ ցեղերն էին 12 ցեղերը եւ գսե ադոնք արավ որով Աստված ասավ այլևս Հագոբ չլա քո անունը ինչը լա նոր ինքնություն դվավ Աստված Հագոբին Իսրայել անուն դվավ Այդ ինքնությունով շինեց այդ զոհասեղանը։ Դու չես գնար Աստուծո մոդենալ այսօր հին անցիդ համացայն մարմնավոր ծերով դու մոդենաս այսօր Աստուծո անհակուստով որին քեզի դվավ արդարության հակուստը, ջերմակ հակուստը, այդպես կմոդենաս Աստուծո։ Այդ հակուստը որ ինք քեզի դվավ։ Արակ մգավորում մեջ կբատմե Տեր Հիսուս մեկը սխալմամբ սբրտած է հարսանիքի մեջ եւ հակուստը չեր հակած։ Եվ հարսանիքին դերը գմոդենա գսե ինչ կնես հոստուն ինչպես մդարներս գսե ես եկա բայց ուր է հակուստը դասավ առանց հակուստի եկա ասավ ասոր դուրս անեցեք ասավ չես կնար մտնել Աստուծո թակավորության մեջ արքայության մեջ եւ ապրիլ եթե դու քո հակուստով պիտ մտնես մեջը իր դված հակուստը քո նոր ինքնություն Քրիստոսով բեք է ճանչնաս եւ ադոր համացան մտնես արդարացած ինքնությունդ ադի է որ գնա դերոջ մեզ ստանալ Որովհետեւ դու պիտի փորձես դու քեզի չափել երկինքին հետ օրնու պիտի չի չափվիս, բայց Քրիստոսով գնաս չափվիլ։ So Եղիան ինչ հրավ։ Զոհասեանը ետ շինեց, որ գխորտանշե քու անցդ ուրանալ, քու կորձերդ ուրանաս այդպես, ինքն ինքը չբادرդեց, ինքն ինքը չդրավ զոհասեանի վրա։
Նոր ինքնությունով մոտեցավ, Հակոբի ինքնությունով չի մոտեցավ, Իսրայելի ինքնությունով մոտեցավ։ Եվ երեք ինքը զոհասեղանը Հիսուսին թրավ, Աստծո շնորհքով մոտեցավ եւ որմազությունով մոտեցավ, որով ինքը գիտե ինքը արժանի չէ սկզբունքով։ Այդ զվարագն է, որ իրենց արժանի գներ։ Աստծո է պատասխանը ստանալու։ Եվ Աստված իրենց ածևը դված էր։ Անորոշ ես եւ դու պետք է ամբողջությամբ թաթարինք մեր կորձերեն եւ մոտենանք Հիսուսի եւ հավատանք ան շնորհքին, որ ինքը մեր կյանքի մեջ տապեց։ Բողոսին ասավ քեզ իմ շնորհը հերիք է, որովհետեւ իմ զորությունը դգարության մեջ է գադարյալ դառնում։ Ու դգարության մեջ Աստված բիծներ իր զորությունը։ Ես այդում պետք է հանգչենք այլևս։ Ամեն։ Վերջին գեդս ավիդիսեմ եւ այդպես փագեմ այսօր։ Եկեք շարունակենք։ Գսե եւ փայդերը շարեց, գդրդեց զվարագը եւ թրեց փայդերի վրա եւ ասաց. 4 սափոր լեցրեք ճուր եւ ածեք ողջագեզի ու փայդերի վրա եւ ասաց գրգին արեք։ Եվ գրգին արեցին եւ ասաց 3-րդ անգամ արեք եւ 3-րդ անգամ արեցին եւ ճրերը դարածվում էին սեղանի շուրջը եւ փոսն էլ լեցվեց ճրով։ Երեգայան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ եւ ասաց. «Ով դեր Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի Աստվածը, թող այսօր իմացվի, որ դու ես Աստված Իսրայելի մեջ, եւ ես քո ծառան եմ, եւ ես քո խոսքով եմ արել այս բոլորը։ Պատասխան դուր ինձ, ով դեր, պատասխան դուր ինձ, որ այս ժողովուրդը իմանա, որ դու դերը ես Աստվածը, եւ դու ես նրանց սրտերը ետ դարձնողը, եւ դիրոջ գրագի իջավ դեպի ցած, գլանեց ողջագեզը, փայդերը, քարերը, հողը եւ փոսի միջի ճուրերն ալլափեց։ Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ եւ վայր ընկավ իրենց երեսնի վրա ու ասացին. Դերն է Աստվածը, դերն է Աստվածը։ Ինչու՞ համար 3 անգամ ճուրով լեցուց։ Ես երբ կգարտա հիմա շատ բացատրություններ կա, բայց մեկ բան որ վարավ այսօրվա բահին համար սրդիս մեջ հետեւյալն է. որքան անգարելի դարձուց Եղիա, որ մարդկային ցեվով վարեր ասիգա, շատ անգարելի եղավ, չէ։ Ճուրով գսե լավ մը ձեպեց 3 անգամ ճուր թափեց, անգամը որ լեցվեցավ այլևս ճուր զվարագնալ, զոհասեղանալ, 4 կողմի փոսերնալ, ամեննա ճուրով լեցվեցավ։ Շատ անգարելի էր ասիգա, չափեն ավելի։ Եթե գրակ վարեր, մարդ չի վարեց ասի 100%։ Չէ՞։ Սո նույնպես մեր կյանքի մեջ գնա շատ անգարելի բաներ կան։ Գնալա զավակ չես կնար ունենալ։ Գնալա կանսեր ունիս եւ դոկտորը ասավ թե 1 ամիս ունես կամ 6 ամիս ունես ապրելու։ Կամ ովևէ տեսակ մահացուցիչ բան, որ քո կյանքիդ մեջ քեզ գուդե։ Գնալալ տուն չեմ 50 տարի աղքատության մեջ ապրած ես եւ չես կրնար որ ասկե դուրս ելնել։ Անգարելի է գսես, անգարելի է։ Անգարելի է այս երկրի մեջ ես զաղգիմ, անգարելի բարերը շատ կան, չէ՞։ Շատ անգարելի են, բայց երբ դու մոտենաս Հիսուսի ինչպես Եղիան այստեղ թրավ եւ մոտեցավ, անգարելի բաներուն վրա գրակ կիչնե։ Եվ գլափե, այն գգլանե գսե, ինչպես այստեղ գլեց։ Այդ զվարագը 4 կողմնա ճուր չմնաց, ասպես մի անգարձես մուխկելներ, որ գրագի իջավ ասպես, լապեց ամենը։ Գայվո չէ ինչապ անգարելի վիճակ ունի քու կյանքիդ մեջ, եւ որ դու Հիսուսին մոդենաս քո Հիսուսի ուզածին պես քո նոր ինքնությունովդ դու ննաս գաբել այն բանը որ պետք է գաբվի, դու գնաս արցակել այն բանը որ պետք է արցակվի եւ անգարելին ամեն բան Աստծո համար հնարին է եւ եթե Աստված ինձի հետ է ով ինձի թեմ է։ Գտեսնես Եղիան ասպես ցույց տվավ ամենուն թե ով է Աստված եւ ամենն ալ զունգի եկան ճաշտեցին ամենն ալ հասկացան Եղիան չէ Աստվածն է դերը Եղիան չէ Աստվածն է դերը որով Աստծո ուզածով մոդեցավ ինքս ինքը չբادرդեց Եղիա խեղճերը ամենը չեմ թե քանի լիտր արյուն գործընծուցին ամենը այնտեղ այդ օր շատ արյունի հոտ բիդարն էր այդ օրը եւ հետո ասե քերեցիկ բան գսե որ բանալի բարեր են գսե ես քո խոսքով եմ արել այս բոլորը Եղիա որու խոսքով էր ավաս ամենը Աստված ուրեմն իրեն սկիզբեն ասել է ինչ պետք է անե ինքը Աստված իրեն ցույց տված է թե ինչպես պետք է շարժի ինչ պետք է անե որովհետեւ երկինքեն գրագը կա ասի իր հղացած միտքը չեր ասիգա Եղիային Աստված իրեն ցև մտված է եւ ինքը ածեով կշարժի եւ Աստված երկինքեն գրագի չեցուց Սոմեկա տունքեզի Եղիային դերը թիր Եղիան սկիզբեն դեսավ ինչ պիտի լա
Ադու համար համարցակ էր, որ ինքը այս սցենարիոյի մեջը գտնվեցավ, ինքը գիտեր ինչ պետք է անե, այփեն Ատկան ինքնավստահ է, որ նույնիսկ գծաղր է սուտ մարգարեներուն։ Եվ հոս գայավոր քախնիկ միցեմ եմ ասպես թատրի։ Մինչև թուն քու մեջը չդեսնես Աստծո խոսքը սրդիդ մեջ իրականացած արդակնաբես չես կնար դեսնել։ Դու պետք է սրդիդ մեջ դեսնես Աստծո խոսքը սրդիդ մեջ անցիկ մեջ պետք է դեսնես ադիգա։ Անկամը որ թուրսեն այլևս դու մտահոգ չես, իրար անցած չես, գասկածներու մեջ չես, ատկամ որ մեջ է դու դպավորված ես, լեցված ես ճշմարտությունով եւ ադի դարձած է ինքնությունդ մեջդ։ Եվ որ Աստված քեզի փամը ցույց կուտա եւ դու ադոր ադի դեսքու մեջդ այնքան կդեսնես ադի որ այլևս սրդիդ արունիտ մաս կազմած է, այն ադեն թուրսեն գսկսի երևիլ։ Այսօր եթե ովևէ շինարարություն պիտի ելա, ովևէ շենք նախ ինչ կպատրաստեն, քարտեզը կպատրաստեն։ Առանց այդ blueprint-ին, որ գսեն քարտեզին, architecture-ը եթե իր կորձը չգադարե, շենք մչելներ, գամուրջ մչի շինվիր, պետք է նախ թուղթի վրա երևի։ Հստակ պետք է ամեն ինչ։ Անգետ կգսկսին շինարարության մտնել, եւ այդպես չնեն, չի շինվիր։ Չեմը, նույնպես է այդ քարտեզը պետք է սրդիդ մեջ հստակ լա։ Պետք է Աստծո խոսքը այնպես հստակ լա մեջդ, որ թուրսեն այլևս կարողանաս շինել։ Եվ որ Աստծո խոսքը ասե որ գաբեսն է պիտի գավի ես սրդիս մեջ պետք է դեսնեմ Դավիթը կգաբե գոր եւ կգաբվի գոր։ Պետք է համոզված լամադոր։ Եթե ես գուզեմ մերելեն հարություն դեսնել իմ կյանքովս, ես պետք է սրդիս մեջ Աստծո խոսքը իրականացած դեսեմ, ես պետք է դեսնեմ ես մարդոց հարություն ուտամ որ սրդիս մեջ։ Ես պետք է դեսնեմ սրդիս մեջ որ մարդիկ կբժշկվին եւ որ ես իմ ցերկս վրանին գտնեմ։ Երդասարտներուն գսե ես մեգուն վրա չեմ աղոթեր։ Նախքան սրդիս մեջ հաստատ լա Աստծո գամքը ինչ է, Աստված գուզե թե ոչ, եւ եթե ես աղոթեմ պիտի բժշկվի թե ոչ։ Ես չեմ աղոթեր, կամ ցերկս չեմ տներ մարդկանց վրա, հետո անիվը օթոն վարեմ, մեքենան վարեմ, փորձեմ քիծար Աստծո հետ գաբվի լսեմ դեր գամքը դե գամքը չէ, գուզես, չես ուզեր։ Հիսուս Ղազարոսի թակային աչև գեցավ եւ ինչ ասավ, շնորհակալ եմ դեր, որ պատասխանեցիր ինձի։ Տերը Ղազարոսը չէ ելած թակային, քերեզմանեն դուրս չէ ելած դեր։ Եվ դեր Հիսուսը սկիզբեն շնորհակալ եմ գսե որ մենք շատ աղքամ մեր բացմությունը ճիշտ ագարակն է եւ գտնվենք բանի աչև, բادرած չենք։ Մեր սրդի մեջ դեր գասկածներ ունենք, արդյոք Ղազարոսը պիտի ելնե հիմա, եկու մեկը փորձեմ։ Ելավն է, ելավ, չելավն է, չելավ։ Չեմը Հիսուսին համար անանք չէր, արդեն մերսի գսե, շնորհակալություն գսե, քերեզմանին արջևն է, դեր չելած Ղազարոսը դուրս։ Քանի իր մեջ են հաստատ է, Աստծո գամքը գիտե, դեսած է, որ ինքը այդ մեկը պիտի ելա, 4 օրալը սպասեց խնդիր չուներ ինքը։ Եվ արաքյալներուն կդառնա եւ գսե, ասիգա ցեզի համար է լավ հսավ, որովհետեւ դեսնեք դուք Աստծո փառքը։ Ցեզի համար լավ եղավ հսավ։ Արաքյալները ասին երթանք հետը մերնին գսին, որով իրենք դեղ մգերտային, որ սկզբունքով Հիսուս ոնդեմ փախած է, մի կարգոծվեր ինքը այնտեղ։ Անգե առաջ։ Հիսուս եդ հոն ուզեց երթալ, ասավ ցեզի համար լավ է որ երթամ, որովհետեւ դուք դեսնեք դերոջը։ Արդեն դեսավ Հիսուս Ղազարոսին դուրս ելելը։ Քերեզմանին արջև դեր ղրգեչս էր որ դեր շնորհակալ եմ գսե որ։ Եվ ասավ Ղազարոս դուրս ել։ Դուրս ելավ։ Դու որքան քու սրդիդ մեջ հաստատ Աստծո խոսքը կդեսնես մեջդ։ Անկան ավելի դուրսը պիտի սկսես դեսնել։ Մեկ հատ հովիվ մը գբատնե, եւ ասիգա ասի իմ կյանքից մեջնա դեսած եմ, դեր մերելեն հարություն չեմ դեսած, բայց մյուս բաները դեսած եմ։ Բժշկություն դեսած եմ։ Գույրի աչ դեր չեմ դեսած բացվի, խուլի ագանջ դեր չեմ դեսած բացվի, կոնե իմ ցերկովս։ Բադվելինով դեսած եմ, բայց իմ ցերկովս դեր չեմ դեսած, մերելեն հարություն դեր չեմ դեսած, բայց աս հովիվը աս 3 հատ դեսած է։ Ադու համար իր վգայությունը գազեմ լավ վգայություն է, եւ դեսեք ինչ կսե։ Գսե նախքան ես դեսնեի առաջին անձը հարություն առնե։ Ես ելա Աստծո խոսքը վերցուցի բոլոր այն խոստումները, որ հարության մասին կխոսի։ Եվ անոնց գարտացի, անոնց վրա խոգացի, մինչև որ իմ սրդիս մեջ սկսա դեսնել այդ մեկը։ Անգե ետ կսե առաջին անձը դեսա հարություն արավ, եւ իր զավակն էր, մերավ հարություն տվավ ինքը ադոր։ Եվ ադոր վրա մի քանի հատ դես դեսած է։ Հա? Չէ, բոնկեն չէ, Անդրու Ոմակ։ Իր զավակին ինքը հարություն տվավ,
անգետ կշադերույ ալ հարություն դվավ, գսե նախքան դեսնեի գույրին աչքը բացվի, խուլին ագանչը բացվի, ես նախ պետք է Աստուծո խոսքը, որ գխոսի խուլին ագանչը բացվելուն, գույրին աչքը բացվելուն, անոնց պետք է առնեի խոգայի գսե, մինչև որ սրդիս մեջ սկսեի դեսնել ադիգա։ Երբ դու ներսում դեսնես, դրսում կսկսես դեսնել։ Ես չեմ համարցագիր մարդոց վրա աղոթել, եթե չեմ հավատար, որ բժշկություն կա։ Ոչ պետք ունիմ ծե վրա խնդալու, ոչ այն վրա խնդալու։ Բայց եւ որ ես աս խոսքը գիտեմ ինչ կսե, սրդիս մեջ բավարար չափով բացված ես գաղութեմ։ Եվ շատ մարդոց դեսա բժշկվիլը։ Դեր ասոնք պետք ունիմ դեսնելու, եւ ես դեր գուզեմ ասում, ես գմարդնչիմ ասոնք դեսնելու։ Ամեն։ Եվ պիտի դեսեմ ասոնք։ Ինչի անադեմ, որ ես խոսքին բռնված եմ, խոսքին նսածով գներշնչվիմ, գխոգամ, մինչև որ սրդիս մեջ դեսնեմ ադի։ Դու սրդիդ մեջ ինչ կդեսես։ Այսօր բահվան մեջ ինչ կա գնգալես։ Այս բահի մեջ։ Դուն երբ երտաս ինչ կա գնգալես, համարսանիդ մեջ ինչ կա գնգալես, սրդիդ մեջ ինչ կդեսնես դու։ Եթե դու սրդիդ մեջ դակավին կդեսնես դու հավես, որ կանալ քեզի մեկը կայվեսե, նո, դու արձիվ ես, դու գնաս ամենս էլ, դու գնաս հալելույա ասա, գնաս գլուխը չարժը, գնաս սեկեդա պարս ասեն, բայց եթե դու քու սրդիդ մեջ դակավին դու քեզի հավ կդեսնես, արձիվ ես, օր մնա պիտի չի թրիս։ Շիտագեմ, դեր Հիսուս եկավ մեզի հավնոցեն վերցուց, ասավ ինչ կնես դու հավերում մեջ, իրենց բեսա ցայն գհանես, իրենց բեսա գծատկից թևերտ կփանաս, բայց դու հավ չես, դու արձիվ ես, կալե, եգուր, քեզի ասեմ ինչ կնե արձիվը։ Պետք ունիս աս արձիվին հատկանիշները լավ սորվիս տուն, ճանչնաս տուն, քու ինքնություն լավ ճանչնաս տուն։ Գիտնաս որ տուն հավիվ ես մինչև ոս չես ծածկիր, տուն իրականության մեջ բարձրերեն գնաս թրիլ։ Քու մեջը թրած եմ, քու DNA-իդ մեջը գա Հիսուսի DNA-ին մեջը գա, որ տուն բարձրերեն թրջիս արձիվներու նման։ Նե ես քեզի գոկնեմ գսե որ ասված։ Բայց գուզեմ հավատաս։ Գուզեմ հավատաս, որ դու արձիվ ես, գուզեմ հավատաս, որ ես քու մեջը դրած եմ ասի, գուզեմ հավատաս այնքանը, որ ցածկիս։ Թևերդ փանաս եւ ցածկիս։ Այնքան հավատաս, որ թևերդ փանաս եւ ցածկիս։ Գնալալ ինաս, բայց ես քու դա գդեմ, քեզ երբ պիտի բարձրացնեմ։ Ինչպես արձիվները այդպես կսորվեցնեն իրենց զավակները թրիդ։ Իր փոքրիկ իր վրան գլա եւ ինքը այսպես գթրի հետո գծկե իրեն եւ ինքը այսպես կսկսի խաղալ եթե ինա իդ գելե իրեն իդ կբարձրացնե բայց ադ արձիվը փոքրիկ արձիվը անքան գահավադա որ գերտագոր չեպրնած բադին չեպրնած հավի մնման հա տուն հավ չես կովին տարս ես տուն հավ չես հերիք այլևս հավնոցի մեջը լաս, հավնոցեն թուրսել, այսովա կարոզիս վերնակիր պետք է ասի լար, հավնոցես թուրսել, հավնոցեն թուրսել, ով արձիվ, հավնոցեն թուրսել, և պարսերեն թրելու սկսիր, այնքան բիդի հավադաս, որ ծատկիս, այնքան բիդի հավադաս, որ հրճագես, այնքան բիդի հավադաս մեջդ, այնքան պետք է բայձարի այս մեկը, որ ուրիշ բան պիտի չդեսնես, բացի բժշկությունդ, բացի ազատագրումդ, բացի արձակումդ եւ բոլոր մյուս խոստումները, որ այո են եւ ամեն են այսօր քեզի եւ ինձի դրված, ամեն, եւ ոտքի կանգնենք